Տեղեկատվական մեծ հոսքերի ու հասանելիության ներկայիս ժամանակներում մեզ ծնողներիս ուսերին դրված է ոչ միայն տարրական ու ավանդական եկած կարիքները հոգալու երեխաների, այլ նաև մեկ այլ կարևոր գործառույթ՝ լինել մեդիագրագետ, որպեսզի կարողանանք պաշտպանել թե ինքներս մեզ և թե մեր համար ամենաթանկերին մեր երեխաներին։ Առաջիկա րոպեներին փորձեմ հակիրճ ներկայացնել, թե ինչ է մեդիան և ինչ է մեդիագրագիտությունը ու ինչու է կարևոր այն մեր կյանքում և ինչպես պետք է լինել մեդիագրագետ ծնող։ Նախ հասկանանք, թե ինչ է մեդիան առհասարակ, այն բավական լայն հասկացողություն է։ Մեզ շրջապատող ամեն բան, որից ստանում ենք տեղեկատվություն, համարվում է մեդիա։ Օրինակ, գովազդային պաստառները, պատերին գրվածքները, հագուստներին, շապիկներին, չգիտեմ, արդեն նաև պայուսակների վրա գրվածքները, դրանք բոլորը տեղեկատվության տարածողներ են, հետևաբար նաև մեդիա են համարվում։ Սակայն ավանդաբար մեդիան համարվել են թերթերը, ռադիոն, հեռուստատեսությունը, իսկ նոր ժամանակները իրենց հետ բերել են նոր մեդիան, սոցիալական մեդիան, որոնք են մեզ հայտնի Facebook-ը, Instagram-ը, YouTube-ը, TikTok-ը, Telegram-ը եւ այլն։ Մեդիան հիմա դարձել է մեր կյանքի ամենաերևի թե անբաժանելի մասը, այսօր բացի տեղեկատվության աղբյուր լինելուց, նաև սոցիալականացման, կրթման, ժամանցի, ինչու՞ չէ նաև քաղաքականության վրա ազդելու գործիք է դարձել, ձևավորում է մտածելակերպ, վարքագիծ, համոզմունքներ եւ իհարկե հետևաբար լի է շատ ծուղակներով, վտանգավոր ազդեցությամբ ու հետևանքներով։ Որպեսզի կարողանանք նվազագույնի հասցնել մեդիայի վտանգները, պետք է լինենք մեդիագրագետ։ Իսկ մեդիագրագետ լինել նշանակում է կարողանալ հասկանալ ու գնահատել, թե ինչ է մեդիան, ինչպես է այն աշխատում, ինչպես է ազդում մեզ վրա, ինչպես նաև կարողանալ օգտվել մեդիայից, թե որպես սպառող, թե որպես բովանդակություն ստեղծող։ Որն է բովանդակությունը սպառողը, այդ երբ որ մենք նայում ենք ռիլեր, տեսանյութեր, մենք արդեն բովանդակություն սպառող ենք, իսկ երբ որ մենք ինքներս ենք ստեղծում այդ տեսանյութերը տեղադրում եւ տարածում, դա արդեն մենք բովանդակություն ստեղծող ենք, արտադրող ենք դառնում։ Սովորաբար հակված ենք հավատալ այն լուրերին, այն տեղեկություններին, որոնց ուզում ենք հավատալ եւ որ կուզեինք շատ իրականություն լինել, բայց իհարկե դա միշտ չի, որ այդպես է լինում։ Միշտ չի, որ մեզ համար ցանկալի տեղեկությունները ճիշտ են լինում։ Շատ տեղեկություններ լինում են կեղծ եւ մոլորեցնող ու ունենում են ոչ շատ լավ հետևանքներ մեզ համար։ Տարբեր իրավիճակներ կարող են լինել, օրինակ, խոսք գնա հրաշագործ տեղամիջոցի մասին, որը կարող է փրկել մեր հարազատի կյանքը, բնականաբար մենք ոչ մի ջանք չենք խնայի, որպեսզի հասանելիություն ունենանք այդ տեղամիջոցին, շատ հնարավոր է, որ դա լինի ընդհանրապես խաբեություն։ Այսպիսի հրաշք տեղամիջոցների մասին, ամենատարածված խաբեություններից է երևի թե պարբերաբար առաջարկություններ են մեզ արվում։ Պապիլոման վախենում է աղից, ահա թե ինչպես վերացան իմ պապիլոմաները հասարակ աղի օգնությամբ։ Սակայն մեծ տարածվածություն ունեցող այդ պապիլոմա վիրուսը ապացուցողական բժշկության մեջ չկան տվյալներ, որ կարող է բուժվել աղի միջոցով։ Առհասարակ ասվում է, որ պապիլոմա վիրուսը չի բուժվում, այլ հնարավոր է կանխարգելել այն պատվաստումների միջոցով։ Ու իհարկե նման այսպես կոչված հայտնագործություններ պարունակող տեղեկատվությունները ոչ միայն կարող են ներշնչել դատարկ հույսեր, այլ նաև վնասել կանոնավոր բուժմանը, որտեղ կարող ենք հավատալ, որ հայ հեսա աղի օգտագործումով կվերանան պապիլոմաներս ու հիմնական բուժումը թողնենք մի կողմ ու սպասենք, թե երբ է աղը մեզ օգնելու։ Մեկ այլ տարածված այդպես խաբեություն է դարի հիվանդություն համարվող քաղցկեղի բուժման մասին լուրերը, երբ տարիներ շարունակ տարածում են լուրեր, որ օրինակ քաղցկեղը կարող է բուժել բույսի, կարտոֆիլի կամ տարատեսակ հյութերի միջոցով, իսկ ամենատարածվածներից մեկը սոդայաբուժությունն է։ Մինչդեռ տարիներ առաջ եղավ դեպք, երբ 27-ամյա մի իտալացի տղա, փնտրելով իր գլխուղեղի քաղցկեղի բուժումը, անցել էր սոդայաբուժությամբ, հայտնի բժշկի դրդմամբ ու ընդամենը 2 օր հետո սրտի կանգ էր արձանագրվել իր մոտ, որովհետև թթվահիմքային հավասարակշռություններ խախտվել։ Հետևաբար նման կասկածելի միջոցներին հավատալուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ վտանգների կարող են դրանք հանգեցնել։ Բազմաթիվ են նաև օրինակները, երբ հայտնի բրենդների անուններից, օրինակ կեղծ նամակներ ենք ստանում, թե այցելելով այս հղումով կստանաք, չգիտեմ, դրամական պարգևներ, նվերներ եւ այլն, մինչդեռ ընդամենը այդ հղումով անցնելու հետևանքով կարող է ձեր հեռախոսը կամ այլ սարքը վարակվել վիրուսով։ Այլ տարածված օրինակներ էլ կան, երբ կրկին օգտվելով հայտնի ապրանքանիշների անուններից, օրինակ բանկերից, կարող են վստահեցնել, որ կկորցնեք գումար, եթե
հենց այս պահին չմուտքագրեք ձեր բանկային կոդերն ու ծածկագրերը, եւ իհարկե այս դեպքում ունենում ենք նյութական վնասներ։ Պետք չէ ունենալ այդ մեծամտությունը ու մտածել, որ մենք զերծ կարող ենք լինել նման վտանգներից, որովհետեւ բոլորն էլ կարող են խայծերի զոհ դառնալ։ Ինչ վերաբերում է կեղծ ու մոլորեցնող նյութերին, իհարկե սրանք նոր բան չեն, միշտ էլ եղել են եւ ներկայիս ժամանակներում մեդիան ավելի հեշտացրել է դրանց տարածումը։ Կեղծ ու մոլորեցնող նյութերը իհարկե ոչ միայն կարող են բերել մեզ նյութական վնասների, այլ նաեւ հոգեբանական ծանր ապրումների, հանգեցնել հատկապես մեր այդպես խիտ հագեցած կյանքում, երբ բավական հաճախ են խոճապային իրավիճակները, արտակարգ իրավիճակները, կարող են տակնուվրա անել նաեւ մեր ներաշխարհը, օրինակ պարբերաբար տարածվում են լուրեր, որ երեխաներին են առարվանգում, խմելու ջուրն է աղտոտված եւ այլն եւ այլն։ Եթե լինենք զգոն եւ մեդիագրագետ, չենք ընկնի դրանց թակարդն ու կխուսափենք սխալ որոշումներ ընդունելուց եւ այդ հուզականությունը մեր ավելի հանգիստ վիճակում կպահենք։ Նախ կարևոր է, որ հենց մենք ծնողներս գլուխ հանենք այն մեդիաներից, որոնք սպառում են մեր երեխաները, որոնցից օգտվում են մեր երեխաները։ Օրինակ, ինչ խաղեր են խաղում, ինչ տեսանյութեր են նայում, ինչ ռիլեր են նկարում, տարածում։ Կարևոր է հասկանալ, թե ինչպես է մեդիան օգտագործվում եւ ինչպես է ազդում երեխայի վրա։ Օրինակ, վախեցնող կամ զվարճացնող սյուժեներ են ավելի շատ դիտում, կամ գործողությունների դրդող գովազդներ են, կոչեր են, պարբերաբար լինում են կոչեր, որ բաժանորդագրվեք այս կամ այն YouTube-յան ալիքին, գնեք այս կամ այն բրենդի կոնֆետները եւ այլն։ Կարևոր է նաև երեխայի հետ խոսել, նրա հետ քննարկել, թե ինչ մեդիաներից է օգտվում, ինչ նյութեր է նայում, սովորեցնել չբացել անհայտ, անհասկանալի հղումներ, շրջանցել ու խուսափել խայծ վերնագրերից, սենսացիոն բովանդակություններից։ Իհարկե, սրա համար պետք է երեխան ազատ լինի, հարմար զգա եւ ունենա ծնողի հետ խոսելու այդ վստահության շրջանակը, կարողանա անկեղծորեն հարցեր տալ եւ արտահայտվել։ Իսկ այս զրույցները կարևոր են նրանց սովորեցնելու մեդիագրագետ լինելու տարրական կանոնները։ Օրինակ, երեխային պետք է բացատրել որևէ լուրի հավատալուց առաջ պետք է կարողանաս տաս մի քանի հարցեր։ Թե օրինակ ով է կանգնած այդ տեղեկատվության հետևում, ով է հեղինակը, ով է այդ լուրը տարածողը։ Հասկանալ, թե արդյոք այդ լուրը տարածողը ունի այդ փորձագիտական կարողությունը իր մեջքի հետևում, հա, որն է իր ասելիքը, փաստ է, թե անձնական ենթադրություն ու կարծիք։ Սա երևի թե շատ կարևոր է, որովհետև անձնական կարծիքները ներկայացվում են եւ մենք այդպես առանց խորանալու մտածում ենք, թե այ դա հենց այն է, ինչ որ կա։ Շատ կարևոր է հասկանալ, թե որոնք են այդ ասելիքի ապացույցները, կան արդյոք ապացույցներ այս մասին։ Արդյոք թաքնված կամ քողարկված կողմնակալ մոտեցումներ կամ կարծրատիպեր կան այս տեղեկատվության մեջ, թե չկան։ Ում է ուղղված այս տեղեկատվությունը, ով է այդ տեղեկատվության թիրախում եւ ինչ նպատակներ ունի այս տեղեկատվության տարածումը։ Որն է սկզբնաղբյուրն ու ինչ են ասում այլ աղբյուրներ։ Այս մի քանի աղբյուրից օգտվելը եւս շատ կարևոր է, որովհետև մեդիան նաև ունի այս ծնագնդի տարբերակը, երբ մեկը մի բան է ասում, մյուս բանը ավելի ավելացրած է ասում եւ այդպես մինչեւ հասնում է երրորդ կետին, դառնում են շատ փչացած հեռախոսի նման սխալ տեղեկատվություն պարունակող լուր։ Կարևոր է նաև հասկանալ, թե ինչ հնարքներ են օգտագործվում եւ ինձ համար նաև շատ կարևոր մի կետ, թե երբ է այն տարածվել ու որ ժամանակահատվածին է վերաբերում տվյալ տեղեկատվությունը։ Հաճախ տեսնում եմ, որ օրինակ մի քանի տարի առաջ տարածված լուրը, օրինակ ինչ որ երեխայի կորելու մասին, պարբերաբար կարող է նորից տարածվել։ Թվում է մարդիկ լավ բան են ուզում անեն, ուզում են տեղեկատվությունը տարածեն, որպեսզի հնարավոր լինի գտնել երեխային, բայց այդ երեխան վաղուց գտնվել է, վաղուց իր տանն է ու տեղեկատվությունը ընդամենը 3 տարի առաջվա է օրինակ։ Պետք է շատ ուշադիր լինել, թե որ ժամանակահատվածում է տարածվել այդ լուրը։ Եվ որ ամենակարևորը ով է վճարել, հա, այդ լուրը տարածելու համար, ով է պատվիրատուն։ Պետք չեներ եւս կան, օրինակ միայն վերնագիրը կամ լուրից մի հատված կարդալով պետք չի կազմել բովանդակության մասին պատկերացում եւ պետք չի, արդեն ասացի, վստահել միայն մեկ աղբյուրի, կարելի է օգտվել նաեւ այլ տեղեկատվական միջոցներից, որպեսզի հասկանանք ճիշտն ու սխալը եւ իհարկե երբեք պետք չի կիսվել անձնական տվյալներով, կատարել վճարումներ առանց աղբյուրի հավաստիությունը ստուգելու։ Մեկ այլ կարևոր դրվագ ունի մեդիան, երբ այն ազդում է մարդկանց հուզականության
վրա եւ կիրառում է հուզական կոչեր։ Ավելին երբեմն նաեւ մեր սիրելի ու վստահելի մարդիկ կարող են անկախ իրենց կամքից մասնակից լինել այդ կեղծ մոլորեցնող լուրերի տարածմանը։ Օրինակ, այս մարդիկ իրենք էլ հուզական են եւ նյութը կարդալուց հետո հուզական պորտկում են ունենում, տարածում են։ Չենք մոռանում, որ չպետք է առաջնորդվել հույզերով, զգացմունքներով, այլ հարկավոր է միշտ արթուն պահել քննադատական միտքն ու վերլուծելու, մտածելու կարողությունը, քննադատաբար ստուգել ու էլի ստուգել ստացած տեղեկատվությունը։ Հաջորդ կարևոր միջոցը դրանք սահմանափակումներն են, մեզ համար նույնիսկ մեծերիս համար բավական դժվար է կտրվել էկրաններից եւ դրա համար շատ կարեւոր է երեխային պաշտպանել մեդիայից կախվածությունից։ Պետք է սահմանափակել ամեն դեպքում էկրաններից օգտվելու ժամանակը եւ իհարկե այստեղ կարող են օգնության գալ ծնողական վերահսկողության տարբեր ծրագրերը։ Երեխային պետք է հանգամանորեն բացատրել, որ թեև այո, համացանցը շատ օգտակար միջոց է, սակայն լի է վտանգներով ու կան ատելության, բռնության կոչեր տարածողներ, որոնցից պետք է ուղղակի հեռու մնալ։ Ոչ մի դեպքում չի կարելի անձնական տվյալներ ու նկարներ ուղարկել անծանոթներին կամ հրապարակել դրանք։ Շատ կարևոր է, որ ծնողներս կարողանանք երեխաներին ուղղորդել դեպի կրթող եւ դրական բովանդակությունը, նաեւ միասին դիտել ու քննարկել որոշ հաղորդումներ, ֆիլմեր։ Հենց սա է մեդիագրագիտությունը, որ պարզապես ինչ-որ տեխնիկական հմտություն չէ, այլ կարողություն, որը կօգնի ճիշտ կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում։ Այսպիսով մեդիան մեր կյանքի ամենակարևոր մասերից է դարձել, որը ազդում է ոչ միայն մեզ վրա, այլ նաև մեր երեխաների վրա։ Ուզենք թե ոչ, ապրում ենք թվային դարաշրջանում, որտեղ երեխաները թիրախավորվում են տարբեր մեդիաների կողմից, եւ չենք կարող նրանց արգելել օգտվել կամ շատ սահմանափակենք այդ օգտագործելու ժամանակահատվածը, բայց կարող ենք սովորեցնել նրանց ճիշտ օգտվել։ Իսկ դրա համար հենց մենք ծնողներս պետք է հասկանանք մեդիան, դրա գործիքները, ազդեցությունը, օգուտներն ու վնասները։ Մենք պետք է լինենք մեդիագրագետ, այսինքն հասկանանք որն է ճիշտը, որը կեղծ տեղեկատվությունն ու մանիպուլյացիան, ում եւ ինչ վստահել եւ սովորեցնենք երեխաներին լինել ինքնուրույն ու քննադատաբար մտածող, խելացի մեդիա սպառող։ Սա կօգնի խուսափել կեղծ եւ մոլորեցնող նյութերից, ճիշտ որոշումներ ընդունել եւ լինել պաշտպանված։ Մեդիագրագետ ծնող լինելը նշանակում է գիտակցված եւ ակտիվ կերպով աջակցել երեխային, արդյունավետ եւ անվտանգ օգտվել մեդիայից, սովորեցնել քննադատական մտածողություն եւ իհարկե մեր վարքով լինել օրինակ երեխայի համար, թե ինչպես պետք է ապրել թվային աշխարհում։ Եվ վերջում մեկ հարց, հիշեք արդյոք թե վերջին անգամ որ հորինված կամ չափազանցված լուրին եք հավատացել եւ հետո հասկացել, որ մանիպուլյացիա էր։ Մտածենք այս մասին։